Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին եւ կից շինությունները բարեկարգվում են։ Մատաղատուն հյուրասրահը, որտեղ տարվա ցուրտ եղանակներին անցկացվում են նաեւ երիտասարդաց միության Կիրակնորիա դպրոցի դասերը, մշակութային տարբեր միջոցառումներ, այժմ վերանորոգվում է։ Տանիքն արդեն պատրաստ է, ներսի աշխատանքները ընթացքի մեջ։ Հյուրասրահը վնասվել էր տանիքից կաթոցների պատճառով։ Աշխատանքներն սկսվել էին նախ տեղի համայնքի աջակցությամբ։ Մեծ ու փոքր նվիրատվություններ չկան, այրի կնոջ երկու լուման, տեսեք ինչքան բարձր գնահատեց մեր Տերը եւ գովեց այրի կնոջ այդ երկու լումայի համար։ Այդպես էլ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուրին, ովքեր որ մասնակցում են, ինչպես որ մասնակցում են, թե ֆիզիկական աշխատանքով, թե իրենց ֆինանսական ներդրումով, ինչ չափի էլ որ լինի, ամեն անգամ եւ իրենց էլ ենք ասում, հիմա էլ առիթը օգտագործելով ասում ենք, որ շնորհակալ ենք, որ կանգնած եք եկեղեցու կողքին, վստահում եք ձեր Տեր հայրին եւ նրա նախաձեռնությանը, աջակցում եք։ Եկեղեցու 3 նոր զանգերը, վարագույրը, կից ծածկոցները, նորակառույց գրատունը, որն արդեն գործում է, երիցատունը եւ արևային կայանը բարերար հայորդու նվերն է համայնքին։ Տեր հայրը սկզբունքայնորեն չի հիշատակում նրա անունը, բարերարը չի ցանկացել։ 5 կիլովատ արևային կայան ենք տեղադրել համայնքի աջակցությամբ, մինչ այդ տեղադրել էինք, մեր գաղտնի բարերարը մեզ աջակցեց, որ եւս 5 կիլովատով հզորացնենք դա, ինչու, որովհետեւ ծրագիրը ավելի մեծ էր, մենք ուզում էինք, որ եկեղեցում դնենք շատ հզոր կոնդիցիոներ, եւ եկեղեցում եւ երիցատանը եւ մատաղատան հյուրասրահում դնենք հզոր կոնդիցիոներներ, բայց 5 կիլովատ արդեն չէր բավականացնի։ Բայց հետո ուրիշ խնդրի հանդիպեցինք, որ եկեղեցու մեջ հզոր կոնդիցիոները լավ տաքացնելու համար մեզ պետք է երրորդված հոսանք։ Եվ դա նույնպես շատ մեծ ծավալի աշխատանք էր, որ հերվից պետքա բերեինք։ Մեր գաղտնի բարերարը աջակցեց, դա նույնպես ունեցանք նաև համապատասխան կոնդիցիոներները եւ եկեղեցու մեջ եւ երիցատանը եւ մատաղատանը։ Հանգանակված գումարի, կատարված գնումների, արված աշխատանքների մասին Տեր հայրը պարբերաբար եկեղեցու Facebook-յան էջում «Գիտես բոլորի» հաշվետվություններ է ներկայացնում։ Եվ թափանցիկության, եւ համայնքի ու ինքս ինձ հաշվետվության համար եմ դա անում, ասում է նա։ Եկեղեցին մեր տունն է, բոլորինս է, եւ իսկապես այստեղ այդպես է, դա իրականում զգացվում է, եւ այդ տունը մենք լավ է, որ կարողանում ենք բոլորս միասին շենացնել, որովհետեւ շատ կարեւոր է, մեզ համար էլ է կարեւոր, որ տեսնենք, որ համայնքը այս հարցի շուրջ համախմբված է։ Եթե ինքը տեսնում է հավատացյալների ջերմեռանդությունը, եթե տեսնում է հավատացյալները ինչ սիրով են գալիս, քահանան ինքն էլ է հոգով լցվում, ինքն էլ է զգացմունքով, որ իր գործը առաջ է գնում, ամեն մարդ իր գործը տեսնելուց լավ է զգում։ Կիրակնորիայի դասերը չեն ընդհատվել, օրվա սովորածն էլ նոր սաղմոս էր, հավատով ու սիրով արված գործերի մասին։ Սերը երբեք չի անհետանում։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։